Պատահում է, չէ, որ օրը ավարտվում է եւ հասկանում եք, որ որևէ կարևոր գործ չեք հասցրել կատարել։ Չնայած ունեք ծրագրեր, անելիքներ, սակայն օրվա վերջում հասկանում եք, որ օրը անցել է անարդյունավետ եւ անօգուտ։ Եկեք այսօր հասկանանք, ինչու է, որ որոշ մարդիկ կարծես թե հասցնում են ամեն ինչ՝ սպորտ, աշխատանք, ընտանիք, հոբբի, իսկ շատերը իրենց կյանքը վարում են քաոսային եւ չեն հասցնում կատարել որևէ կարևոր գործ, որը կտանի դեպի իրենց նպատակը։ Եկեք խոսենք ժամանակի արդյունավետ կառավարման մասին։ Ժամանակի կառավարմամբ զբաղվում ենք երևի թե բոլորս։ Հաջորդ օրվա անելիքները որոշակի պլանավորում կամ մեր մտքում, կամ թղթի վրա, որոշակի հանդիպումներ, պայմանավորվածություններ, սակայն այսօր խոսելու ենք հենց արդյունավետ կառավարման մասին, որովհետև ժամանակի արդյունավետ կառավարումից կախված է այն արդյունքների որակները, որ մենք ստանալու ենք մեր կյանքում։ Եթե ցանկանում եք ապահովել ձեզ համար ոչ միայն զբաղվածություն, այլ արդյունավետ գործեք, ապա այս վիդեոն ձեզ համար է։ Եվ այսպես, ժամանակի կառավարման մասին կան բազմաթիվ գրքեր, գրականություններ, մեթոդներ եւ սկզբունքներ, որոնց երբ որ սկսում ենք մենք հետևել, կարծես թե նոր քաոսային վիճակում ենք հայտնվում, չգիտենք թե դրանցից որն է մեզ համար ավելի արդյունավետ աշխատելու կամ առհասարակ որն է հենց մեզ համար ավելի արդյունավետ լինելու։ Այդ պատճառով ես առանձնացրել եմ 3 կարևոր սկզբունք կյանքում եւ բիզնեսում արդյունավետ ժամանակը կառավարելու համար։ Կյանքում այս 3 սկզբունքներին եթե մենք հետևենք, դա ընդհանուր սկզբունքներ են եւ ես իմ կյանքում դրանք փորձել եմ, կիրառել եմ եւ բավականին հարմար է ցանկացած մասնագիտությամբ եւ ցանկացած զբաղվածություն ունեցող մարդկանց համար։ Առաջին սկզբունքը պլանավորում եւ օրացույցի վարելն է։ Շատ մարդիկ կան, որոնք իրենց անելիքները իրենց գլխում են պահում, մտածում են, որ երբ որ դու պլանավորում ես անելիքները, թե դու ինչ-որ բան չի ստացվում եւ այդպես անիմաստ է դառնում ամբողջ պլանավորումը։ Եվ կան մարդիկ, որ ընդհանրապես օրացույց չեն վարում, թե հանդիպումները, թե ամբողջ իրենց պայմանավորվածությունները նույնպես ունենում են իրենց գլխում։ Եթե չկա պլանավորում եւ չկա օրացույց, որտեղ նշված են այն հանդիպումները, այն կարևոր իրադարձությունները, որ տեղի պետք է ունենան այդ օրը, ապա այդ ամենը տեղի ունենում ձեր գլխում եւ մի տեսակ քաոսային վիճակ է տիրում եւ անհանգստությունը անընդհատ ամբողջ օրվա ընթացքում ձեզ խանգարում է գործել։ Ահա, շատ կարևոր է, որ պետք է պլանավորել ուրեմն առաջին հերթին, վարել օրացույցը, եթե իրոք ցանկանում եք, որ ձեր ժամանակը արդյունավետ գործի եւ դուք լինեք հոգեպես ավելի հանգիստ։ Երկրորդ կարևոր սկզբունքը ձեր անելիքների դասակարգումն է ըստ կարևորության։ Պետք է համարակալել 1, 3 եւ 5 կամ գնահատել այս թվանշաններով, մեկով պետք է գնահատել այն բոլոր անելիքները, որոնք անչափ կարևոր են ձեզ համար օրվա ընթացքում եւ շաբաթվա ընթացքում։ 3-ով այն անելիքները, որոնք քիչ կարևորություն ունեն ձեզ համար, սակայն նույնպես կարևոր են, միջին կարևորության գործերը։ Եվ 5-ով այն գործերը, որոնք այդքան էլ կարևոր չեն։ Այսինքն 3 հիմնական դասակարգմամբ կարելի է մեր անելիքները դասակարգել։ Ինչու ենք մենք այս դասակարգումը իրականացնում, որպեսզի կարողանանք նաև օրվա պլանի մեջ ճիշտ տեղաբաշխենք ըստ կարևորության մեր անելիքները։ Սովորաբար մարդիկ ասում են, երբ որ արթնանում ենք, արթնանալուց հետո միանգամից կարևոր է եւ ճիշտ է, որ իրականացնենք հենց ամենակարևոր աշխատանքները։ Այսինքն կենտրոնացում ուղղենք կարևոր աշխատանքներին։ Սակայն ես օրինակ անմիջապես արթնանալուց հետո ավելի շատ ժամանակ հատկացնում եմ ինքս ինձ, պլանավորելով օրը, իմի բերելով մտքերս, սպորտով զբաղվելու, որից հետո արդեն օրվա առաջին կեսի երկրորդ մասը շատերի մոտ ամենաարդյունավետ ժամանակահատվածը կատարելու այն գործերը, որոնք իրոք կարևոր են ձեզ համար եւ բարդ են։ Այստեղ ուրեմն պետք է նաեւ երրորդ սկզբունքի մասին խոսեմ, դրանք բլոկային պլանավորումն է, այսինքն օրվա հենց տարբեր ժամերին դուք հստակ պլանավորում եք տարբեր անելիքներ, այսպես շատ ավելի ճիշտ է լինում եւ կենտրոնացման առումով, այսինքն ոչ թե անելիքները տարբեր բովանդակության եւ տարբեր բարդության ու կարեւորության դուք դասավորում եք հերթականությամբ եւ փորձում կատարել հաջորդաբար, այլ խմբավորում եք այն աշխատանքները, որոնք իրենցից մեծ կարևորություն են ներկայացնում, դրանք դուք կատարում եք օրվա ամենաարդյունավետ ժամերին եւ այն գործողությունները, որոնք ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում եւ այդքան էլ կարևոր չեն, դրանք արդեն ընդմիջումից հետո, երբ որ արդեն ձեր միտքը եւ ֆիզիկապես դուք այդքան էլ արդյունավետ չեք կարող գործել։
Այս խմբավորումները բլոկային, այսինքն պլանավորումը շատ արդյունավետ է նաև շաբաթական կտրվածքով, այսինքն դուք վերցրեք եւ ձեր անելիքները բաշխեք նաև ըստ օրերի շաբաթվա մեջ։ Օրինակ մենք այս պահին աշխատում ենք մի քանի պրոյեկտում եւ տարբեր օրեր մենք հատկացրել ենք տարբեր նախագծերի եւ այսպես շատ ավելի արդյունավետ է լինում, որովհետեւ այդ օրը ամբողջությամբ կենտրոնանում ենք եւ աշխատում ենք հենց այդ նախագծի վրա։ Այս մեթոդի առավելությունը նաև այն է, որ մենք երբ որ մի թեմայի շուրջ կենտրոնացում ենք ունենում, շատ դժվար է այդ թեմայից կենտրոնացումը միանգամից փոխել դեպի մեկ այլ թեմա, եւ այստեղ կենտրոնացումը ամբողջ օրը պահելով միևնույն նախագծի, միևնույն թեմայի շուրջ աշխատանքին, շատ ավելի արդյունավետ է լինում արդյունքները։ Այս երեք սկզբունքները ուրեմն պետք է նախ պլանավորել, վարել օրացույցը, դասակարգել ըստ կարևորության ձեր անելիքները, եւ երրորդը պետք է բլոկային կամ բլոկացված պլանավորում իրականացնել։ Այս սկզբունքները նորից եմ նշում, շատ շատերի համար կարող են ընդհանուր լինել եւ արդյունք տալ։ Ուրեմն այս սկզբունքով աշխատելով, այս սկզբունքները հաշվի առնելով, ձեր օրը կարող եք ավելի արդյունավետ կազմակերպել, պլանավորել եւ անցկացնել եւ հավատացած եղեք այն նպատակը, որը դրել եք ձեր առաջ, շատ կարճ ժամանակահատվածում իրատեսական կդառնա։ Այժմ եկեք խոսենք բիզնեսում ժամանակի արդյունավետ կառավարման մասին, քանի որ բիզնեսի ղեկավարների համար ժամանակի արդյունավետ կառավարումը շատ ավելի կարևոր է, որովհետև տարբեր աշխատակիցների զբաղվածությունը եւ տարբեր աշխատակիցների անելիքները տանում է դեպի մեկ արդյունք եւ այդ ճանապարհը պետք է ճիշտ եւ արդյունավետ պլանավորվի։ Ես առանձնացրել եմ 3 սկզբունք բիզնեսի ղեկավարների համար, որոնք նույնպես կարող են շատ մեծ արդյունավետություն տալ բիզնեսի ղեկավարի առօրյային եւ առհասարակ բիզնեսին իրենց ծրագրեր իրականացնելու ժամանակ։ Առաջինը, նախ պետք է բիզնեսի ղեկավարը սովորի պատվիրակել այն բոլոր անելիքները, որոնք տալիս են 10 անգամից քիչ կամ այն գործողությունները, որոնք ունեն 10 անգամից քիչ օգտակարություն։ Շատ դեպքերում բիզնեսի ղեկավարները իրենք փորձում են իրենց ծրագրերը ինքնուրույն իրականացնել, իրենք փորձում են բոլոր աշխատանքները կամ աշխատանքի մեծամասնությունը իրականացնել ինքնուրույն, այդպես էլ չկարողանալով զարգացնել եւ խոշորացնել իրենց բիզնեսը։ Իսկ երբ որ մենք կարողանում ենք ճիշտ պլանավորել եւ ճիշտ բաշխել անելիքները պատվիրակել, այդ դեպքում հնարավորություն ենք ունենում ազատ ժամանակի եւ այդ ազատ ժամանակը ավելի շատ ծախսում ենք ռազմավարական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Ուրեմն առաջինը հենց պետք է պատվիրակել եւ կամ բազմաթիվ ծրագրեր, որտեղ դուք կարող եք առաջադրանքների կառավարումը իրականացնել հենց այդ on-line ծրագրերով, Trello, Asana, Monday.com, այսինքն բազմաթիվ են այդ ծրագրերը, կարող եք task management ցանկացած ծրագրով դուք կառավարել այդ առաջադրանքները։ Երկրորդը ամենակարևոր երևի թե սկզբունքներից մեկն է 20-80 Պարետոյի սկզբունքը, այսինքն ձեր աշխատանքների կամ բիզնեսի աշխատանքների միայն 20%-ն է, որ ապահովում է 80% արդյունավետություն կամ 80% արդյունք։ Ոչ միշտ է, որ հենց 20%-ը ուղղակիորեն համապատասխանում է, բայց ասեմ ձեզ, որ յուրաքանչյուր բիզնես ուսումնասիրելիս հասկանում ենք, որ մոտավորապես մինչև 20% կամ 20%-ից քիչ ավել է, որ արդյունավետ աշխատանքներն են այդ տիրույթում են հայտնվում։ Օրինակ, ես ասեմ, որ երբ որ բիզնեսը նոր է հիմնել, դեռ 14 տարի առաջ, մենք ունենք բավականին մեծ աշխատակազմ եւ կատարում ենք բազմաթիվ աշխատանքներ եւ այդ աշխատանքներից ընդամենը 20-ից անգամ քիչ տոկոս աշխատանքներն էին, որ ունեին արդյունավետություն։ Իհարկե այդ ժամանակ ամբողջական ես նայում բիզնեսին եւ բիզնեսի ղեկավարները նույնպես շատերը կարող են չնկատել այդ աշխատանքների, այդ գործունեությունների մեջ, թե որոնք են ավելի արդյունավետություն իրենց մեջ կրում։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուղղակի վերլուծել եւ հասկանալ, թե որոնք են այդ աշխատանքները, որոնք ունեն ամենամեծ արդյունավետությունը եւ հիմնականում հենվել դրանց վրա եւ դրա պլանավորմամբ եւ կազմակերպմամբ բավականին խիստ ուրեմն զբաղվել։ Երրորդ սկզբունքը դրանք հանդիպումների մասին են, որովհետև բիզնեսի ղեկավարի առօրյան մեծ մասամբ կազմված է բազմաթիվ հանդիպումներից եւ այդ հանդիպումների բովանդակությունը երբեմն լինում է բավականին երկար, ձգվող եւ առանց վերջնարդյունքի։ Ես ինքս նույնպես բազմաթիվ հանդիպումների մասնակցել եմ անգամ
նախարարի մասնակցությամբ կազմակերպմամբ եւ լինում է դեպքեր, երբ որ հանդիպումը վերջանում է եւ հասկանում ես, որ այդ հանդիպումը ոչնչի մասին էր, այսինքն կային բազմաթիվ մտքեր, խելացի խոսքեր, բայց թե ինչ պայմանավորվեցինք եւ թե ինչ ենք անելու այսուհետ, ոչ մեկ չգիտի հանդիպման ավարտին։ Այդ պատճառով պետք է հանդիպումները ըստ էության դարձնել, հստակ օրակարգ մշակել եւ օրակարգի վերջում անպայման նշել, թե ինչ արդյունքի ենք մենք ուզում հասնել կամ ինչ արդյունք ենք մենք ուզում գրանցել։ Եվ հանդիպման վերջում ամփոփ ներկայացնել, թե ինչ են կատարելու այս հանդիպման քննարկման որոշումները կայացնելուց հետո։ Դրանք բավականին կարևոր են բիզնեսի ղեկավարի եւ բիզնեսի համար ժամանակի արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ Իհարկե, թվում է, թե մենք ժամանակի արդյունավետ կառավարումը արդեն մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում, սակայն թե որ ուղղությամբ շարժվել, ինչ քայլեր կատարել, ինչ գործողություններ իրականացնել, սա կախված է հենց թե ինչ նպատակ ես դնում քո առաջ կյանքում եւ բիզնեսում։ Այդ պատճառով ես հաջորդ վիդեոն նվիրում եմ նպատակներին, թե ինչ նպատակներ պետք է դրվի կամ ինչպիսի նպատակներ պետք է դրվի եւ բիզնեսում ինչպես պետք է սահմանվեն նպատակները, որպեսզի նրա ճանապարհը ավելի արդյունավետ լինի եւ դրան հասնելուց հետո դուք իրականում գրանցեք շատ կարեւոր level up։ Այնպես որ հետևեք իմ ալիքին, սեղմեք զանգակ կոճակը եւ շարունակեք հետևել վիդեոներին։